արդանում ես, օրը սկսում ես մյուզիկով Նախաճաշին միայն կշտանում ես մյուզիկով Խծամը մեջ ես, մենք կօգնենք ես մյուզիկով Աշխատանքին մենակ չեն թողնի քեզ Մյուզիկովում մենք խոսում ենք Կոմիտասը պարզվեց ոչ միայն փողոց է, այլ նաև մեծանուն հայ վարդապետ Կունենանք հյուրեր Կհարցնենք կարծիքներ Կխոսենք մշակույթից Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ալվար Սուրբ Աստված, Սուրբ եւ Վազգեն, ցնդար էլի Չէ, այսօր երազից գնացել էի հոգիների աշխարհ Այնտեղ պարզվա, որ նախկին կյանքում կոմիտասն եմ եղել Դաժի եթե կոմիտասն չեմ եղել, հաստատ մոտիկ բարեկամ եմ եղել Լավ էլի Վազգեն, դու դի կընտամենը երազի տեստեսը ու մի իրոքից կմտածես, որ դու կոմիտասն ես եղել կամ իրա մոտիկ բարեկամ Ինչ կզարմանաս, որ այսօր AI կամ մարդկանց մտքեր կկարդան Ինձի պես տղու համար հոգիների աշխարհ մեջ տանին չէ Ամեն քնուց է գին, ժամանակ որ կեշտան հոգիների աշխարհ կուկարծ AI-ները ուր էր Համե ես չեմ ցնդե, դաժի գիտեմ մարքեթինգ ինչ է Վազգեն, լրջեցիլը, ուն տարապես ով է թողը իրան, որ ինքը ես խելքով կա ու հաղորդում բարե Այ կոմիտասն ժամանակ սպես բաներ չկար, այն ժամանակ խոսքի ազատություն կար Հա, ընկան խոսքի ազատություն կար, անկապ գենոցիդի մասին եմ լսել Մոնիկա, դու հաղթանակներ տես, հաղթանակներից մեկը հենց կոմիտասն է Էդ ինչ երել է կոմիտաս, որ մենք դες հաղթել ենք Մոնիկա, լուր, դու չգիտես, որ կոմիտասը մշակութային լեգենդ է Ամեն գիտես, որ ինքը մի մեր ժամանակներում ապրել, դու իրան շատ կսիրեիր Ինչի՞։ Որովհետև ինքը շատ հումորով չուլակ է եղել, տարածաշրջանում բոլոր ուրախության սեղանների ներկա է եղել, քեֆերի ժամանակ մարդկանց հետ սե խոսած է, խնդած է, քսեն դաժե քեֆերից մեկի ժամանակ էշը հայետը զրացել է, մարդը թուղթու գրիչանես սկսել է նոտայագրել։ Ողջույն, իրան սաղ սիրել են, ձեր լեզվով կրինջ չի եղել, էլի, իրան համ մեծերն է սիրել, համ փոքրերը։ Վազգեն որպես կպատմես, սկսեցի իրան սիրել գիտես, արինակ TikTok հարտակը ինչ գիտե իր մասին։ Բարեցես Կոմիտասի մասին մի քանի հարցի կպատասխանեք Կարա փորձեմ Կոմիտասի որ երկն է աշխատավոր մարդու մասին Հորովելները Հորովել Հոլովել, հա, այդ մեկը ծանոթ է մի քիչ Հորովելը Մի փոքր հատված կկատարեիք Հորովել Դուք Հորովել Շատ լավ, մերսի Ինչ հետաքրքիր պատմություն գիտեք Կոմիտասի մասին Կոմիտասը դասերի ընթացքում իհարկե շատ խիստ ու պահանջկոտ էր, բայց նաև ուսանողների հետ շատ հումորով էր ու կատակով նրանց մողեսներ էր անվանում, իդեպ նա ունեցել է նաև մողեսների փոքր բրոշների հավաքածու։ Կոմիտաս նամակների մի հատված ուղված Մարգարիտ Պապայանին, ուրեմն նրա խոսքերը ներսից կկարտակ ներսի թղթերի մեջ, իսկ դուրսս դրսից։ Բոլոլին նոլից բալև եմ գլում, սատ աբլիկ ու լախ լինեք Չալը չոլում չոլանա, իսկ սատանան կուլանա Շատ չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ լավ մարդ էր և մարդիկը շատ սիրեցին կոմիտային Հորովել երգի հետ կապված, ինքը ուներ գրած նոտաները, գնում արտում աշխատող այդ գյուղացու մոտ, որը որ երգում էր հորովել աշխատանքի ընթացքում, ինչ որ սխալ է երգում, նկատողություն է անում, գյուղացին ասում է Ձեր խելքը չի հասնում, Տեր հայր դուք մի խառնվեք իմ գործերին Կոմիտասը քանի երգերի եւ շարականների հեղինակ էր Շատ, բայց երևի 100 կամ ավելի Չգիտեմ, բայց գիտեմ եկեղեցի մեջ մի քանի հատ են օգտագործում են շարականները Կոնկրետ դժվարանում եմ ասեմ, բայց երևի 100-ը ավել կլինի Շարականներն էլ երևի մոտ 80 ավել մեծ ծանոթները, որոնք որ եկեղեցում երգում են Եթե չեմ սխալվում։ Ընդհանրապես Կոմիտասը 100-ից ավելի երգերի, 80-ից ավելի շարականների, որոնք կատարվում են եկեղեցում եւ նա հավաքել է, մշակել է շուրջ 3000-ից ավելի ժողովրդական երգեր, որոնք բազմաձայնելու համար հատուկ գնացել է եւ Գերմանիայում է սովորել, որպեսզի կարողանա դրանք բազմաձայնել։ Իմացան Կոմիտասի մասին, հայտնվեցինք հրատապլուրերում, իսկ հիմա շարժվենք առաջ։ Ավելի քան 100 երգերի հեղինակ է եղել Կոմիտասը եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրել է ավելի քան 80 շարական, որոնք օգտագործվում են մինչ օրս։ Վազգեն, ըստ քեզ երբ մարտեսենյակում առանց գլուխ կեղնի։ Այսինքն Մոնիկա ինչ կուզես ես դրով։ Վայ Վազգեն, երբ որ գլուխը լուսամուտից դուրս կհանե։ Հա, ես է գիտեմ առանց գլուխ դիմեր հյուրի հետ շփվենք։ Չէ, մեր այսօրվա հյուրը գսեն որ նախքին ռոքենրոլ շիկ է։ Չի կարելի Մոնիկա, ռոքենրոլ շիկը նախքին չի եղնի։ Տաղավար հրավիրենք Ժիրայր Մարտիրոսյանին։ Բարև ձեզ Ժիրայր։ Ինչ եք։
Բարև ձեզ, շատ լավ, դուք ինչ եք։ Մենք էլ ենք լավ։ Մինչև ձեր գալը Կոմիտասի մասին կխոսայինք։ Նկարահանումներն էլ տեսանք, նստած էիք։ Ինչ կարծիք ունեք Կոմիտասի մասին եւ ինչի հենց առաջին հաղորդումը որոշեցիք Կոմիտասի մասին լինի։ Շատ լավ հարցեր, Վազգեն ջան, շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում շատ բարձր կարծիք ունիմ Կոմիտասի մասին, ու ինքը այն մշակութային լեգենդ հերոսն է, ով որ արմատներ կհանդիսանա մեր հայ երաժշտության, մշակույթի ու առհասարակ էլի հայի կերպարի համար, ինքը արմատավորված անձնավորություն է։ Ուրեմն ինքը 3000-ից ավելի ժողովրդական երգի հեղինակ է, չէ, հեղինակ չէ, շարադրել է, ոչ թե հեղինակն է եղել, այլ այդ մարդը շարադրել է այդ երգերը ու նոտայագրել։ 100-ից ավել երգ ինքը ստեղծագործել է, իսկ 80-ից ավել շարական ինքը նվիրել է մեր եկեղեցուն։ Այսինքն ոչ միայն ինքը եղել է աշխարհիկ մարդկանց համար ստեղծագործող, այլ նաև հոգևոր մարդկանց համար ստեղծագործող։ Ինքը հայի իրական կերպար է։ Լավ, իսկ ինչի հենց մյուզիկով։ Ուրեմն ինչի մյուզիկով, էս էլ է շատ լավ հարց, էլի ապրես շատ հարցի համար։ Ուրեմն մյուզիկով մենք լիքը բաներ կենենք երաժշտությամբ, հա։ Իսկ անգլերենից, հա, անգլերենահայերեն միքս տարբերակը կեղնի մյուզիկով։ Մենք մյուզիկով կարտնանանք, օրը սկսենք մյուզիկով։ Այդ հենց Զարթուցիչը որ կա, ինքը արդեն երաժշտություն է, որ մեզի կարտնացնի առավոտները։ Ու մենք օրը կսկսենք մյուզիկով։ Ու իրան անգլերենի հետ միքս ենք երել ու ստացել ենք մյուզիկով հումորային հաղորդումը, այսինքն օրը սկսենք մյուզիկով, էշտանք ինչ որ միտեղ մյուզիկով, քեֆերի ժամանակ մյուզիկով, ամեն ինչ մյուզիկով։ Ու այս հաղորդման ամենագլխավոր նպատակը էր, որ մենք օրը սկսենք մյուզիկով, երաժշտահումորային հաղորդմամբ, որը համ մյուզիկ է ներառում իր մեջ, համ հումոր է ներառում։ Հենց այդ կովը, սիմվոլիկ կովը, հենց այդ խորհրդանիշն է հումորային, այ հենց այդ պատճառով մյուզիկով։ Շնորհակալություն պատասխանի համար, շատ հետաքրքիր էր։ Իսկ ինչի համար եք հենց դուք մյուզիկով առաջին հյուրը։ Ուրեմն շատ անսպասելի հարցեր, Վազգեն ջան, փորձեմ պատասխանեմ, հա, ինչի համար եմ ես առաջին հյուրը, քանի որ այս հաղորդման սցենարիստն ու ռեժիսորն եմ, այդ պատճառով որոշեցի ես եղնեմ առաջին հյուրը ու ավելի պարզ ներկայացնեմ, թե մեր հաղորդումը ինչի մասին է։ Քանի որ մենք հաղորդման մեջ ներկայացնում ենք մեր կերպարներին, մեր հերոսներին, ոչ թե այն հերոսները, որոնց որ տարեդար, հա, ներկայացրել են ու պատմել են նրանց մասին, նույն Կոմիտասի մասին ավելի դրամատիկ են ներկայացրել մեզ, մենք ներկայացնում ենք ավելի թեթև, թե ով էր Կոմիտասը որպես անձնավորություն, ոչ թե որպես մշակութային լեգենդ, այլ որպես անձնավորություն, որ ինքը մեր նման սովորական մարդ է եղել, այսինքն հումորով իր մասին ինչքան հումորային պատմություններ կան, ինչքան, չէ, այս հաղորդման ընթացքում դուք էլ ինքներդ առնչվեցիք այդ հումորային դրվագներին, այդ հումորային հատվածներին ու տեսաք, որ Կոմիտասը մեր նման մարդ է եղել։ Ու իրեն փորձեցինք ներկայացնենք որպես ավելի անմիջական։ Իհարկե կան շատ մեծ ռիսկեր, ուրեմն ամենամեծ մտավախությունս ինչն էր, որպեսզի գրեհիկության չհասնի այդ պարզությունը, այդ ավելի անմիջական ներկայացնելը չհասնի գրեհիկության ու ոնց որ թե քայլ-քայլ պահպանել ենք այդ ամեն ինչը ու հասել ենք այն կետին, որ հաղորդումը արդեն նկարահանման համար պիտանի է։ Շնորհակալություն։ Իսկ ինչ հեռանկարներ ունի հաղորդումը ու ինչ հարթակներով է հեռարձակվելու։ Հաղորդման հեռանկարները շատ մեծ են, քանի որ ինքը կրթական հաղորդում է, մեր թիմը աշխատում է ամեն օր, որ հաջորդ հաղորդումը նախորդ հաղորդումից գերազանց լինի, ավելի լավը լինի։ Իսկ ինչ վերաբերում է հարթակներին, ինքը հիմնական հաղորդումը նախատեսված է YouTube-յան լսարանի համար, բայց նաև նախատեսվում են շորթեր, ռիլսեր եւ հենց շորթեր, հա, այդպես է կոչվում YouTube-յան, հենց շորթեր տեղադրելու համար։ Այսինքն մեր հիմնական հաղորդումը եւ Facebook-յան հարթակի համար է, եւ Instagram-յան հարթակի համար է, եւ YouTube-յան հարթակի համար է։ Շատ լավ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք, Ջիրայր ջան, շնորհակալ ենք, որ մեզ հյուրի եկաք։ Ես եմ շնորհակալ։ Ցտեսություն։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ սկսեցիք մյուզիկով։ Մեզ կարող եք հետևել YouTube-յան այս ալիքով։ Իսկ ձեր կարծիքները կարող եք թողնել մեկնաբանությունների բաժնում։ Մինչ նոր հանդիպում։ Ավելի քան 100 երգերի հեղինակ է եղել Կոմիտասը եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրել է ավելի քան 8 շարական, որոնք օգտագործվում են մինչ օրս։ Անի 80 Սիրուտ 80 Սիրուտ 8 շարական
Տաղավար Կոմիտասը պարզվեց ոչ միայն փողոց է, այլ նաև մեծանուն հայ վարդապետ, ով երգահաներ ու կոմպոզիտոր։ Մյուսը ինչ դիսեի։ Խայերը ինչ-որ խայերը դա բանկ է։ Մենք խոսում ենք։ Ո՞ս եմ։ Խ։ Դա մեծ կոմար։ Կհարցնենք կարծիքներ։ Էլի։ Չա դա։ Նա ինվերսինը